Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 29 է 2026 թվական։ Ադրբեջանի պատվիրակությունը փոխվարչապետ Շահի Մուստաֆայևի գլխավորությամբ այցով գտնվում է Երևանում։ Շահի Մուստաֆայևը Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նախագահն է։ Հայաստանի հանձնաժողովի նախագահը Հայաստանի փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանն է։ Հայաստանում գտնվող Ադրբեջանի փոխվարչապետը ցանկություն է հայտնել այցելել նոյեմբերյան Ջուջևան գյուղ, այնտեղ է նա ծնվել։ Եվ մեկ էլ հաջորդ հաղորդագրությունը Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Աղվերանում, տարածվել է տեղեկություն, որ այնտեղ հանդիպում է ունենում հայ գործարարների հետ։ Ասեմ, որ այդ հանդիպումը ավարտվել է, գործարարների հետ հանդիպելը քննարկել են, ինչպիսի գործարար կապեր կարող են հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ասենք, որ սա նախընտրական այցելություն էր, որպեսզի որոշակի հարցեր անեն, հասկանան, թե Հայաստանի հետ ինչպես են համագործակցելու և ինչով են աջակցելու Նիկոլ Փաշինյանին։ Կոնկրետ գործնական մարդը քայլերով եկել է։ Սահմանազատման, սահմանագծման հետ կապված լավ գիտեք, որ որևէ տեղաշարժ չկա, խոսքի տեղաշարժեր կան, այդ դերեք անենք, սա պտի անենք, հետո հյուսիսից սկսենք, Վրաստանի սահմանից, կանք մինչև հարավ, հետո պտի թրիփի այդ մասերում անենք, թե մեկը մեկին ինչա խանգարում, կարելակացել մի երկու հոգի ավել չունես, որ ընդեղից էլ անի, ընդեղից էլ։ Մի խոսքով, դա պարզա, որ որևէ առաջընթաց չկա։ Հիմնական հարցը եղավ, են 4 գյուղի հարցը լուծեցին, հիմա էլ եթե կարողանան ապացուցեն, որ այդ անգլավները իրանցն այդ փաստաթուղթ չունեն տակը դնելու, դա էլ կպարտադրեն հիմա հանձնել իրենց, նոր մտածել մյուս բաների մասին։ Առայժմ դեռ այդ թուղթը չեն կարողանում գտնել, որովհետև մի քարտեզը ուրիշ է, որ քարտեզի վրա ալի գյուղեր, որ ասես անկլավ, էքսկլավ, մեկը նրանն է, մեկը նրանն է, բայց հիմք թե ոնց դա հայտնվեց, այդ ոնց այդ անկլավի կարգավիճակը ստացավ Հայաստանի տարածքում, էքսկլավ, ոնց եղավ, դա չի երևում, այսինքն դա է հարցը, եթե նրանք դա ունենային, հիմա վաղուց էին մեր աշկը մտցրել և ասել հենց հիմա եթե չհանձնեք, պատերազմը սկսում է։ Իսկ մնացած ուղղությունները ոնց որ տեսնում եք իրանք չեն շտապում։ Ինչ վերաբերում է Ջուջևան գյուղ գնալուն, չեմ կարող ասել գնացել են թե չէ, հաղորդագրություն չտարածվեց, թե իսկապես գնացել են, չեն գնացել, բայց միայն այնքանը, որը տարածվեց, որ գնալու է իր հայրենի գյուղ, դա արդեն ադրբեջանական լրատվամիջոցներն էին տարածում։ Նպատակը որն էր, որ այսինքն ցույց տան, որ այո, մենք ստեղ որ ծնվել ենք, մեր ուշքն ու միտքը Հայաստանն է, մեր տունն է, մեր բնակավայրն է եւ անպայման մենք ուզում ենք գնանք, տեսեք, նույնիսկ բարձր պաշտոնյա եկել է, բայց ուզում անպայման իր բնակավայրը։ Դա շոուի իմաստն էր կարևոր, անգամ գնալը չէր կարևոր, որովհետեւ այնպիսի տպավորություն է ստեղծում, որ նման խնդրեմ գոյություն չունի։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հենց այսօր է ասել, մեր խաղաղությունը ձեռնտու չէ հատկապես Ռուսաստանին, 300,000 ադրբեջանցու Հայաստան գալու մասին լուրը սուտ է։ Այսինքն ինչ է նշանակում լուրը սուտ է։ Այդ լուրը տարածում է Ալիևը։ Ալիևի հետ խաղաղություն եք մեզ խոստանում, որ մասն է սուտ։ Ալիևը չի ուզում այդ 300,000-ը Հայաստան գա։ Ինչն է դրա սուտ։ Անցյալ տարի օգոստոսին ներողություն, հունիսին Ստամբուլում 57 երկրի իսլամական համագործակցության կազմակերպություն դատապարտող հայտարարություն չընդունեցին, որ Հայաստանը ինչու չի վերադարձնում, պայման ստեղծում, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան իրենց հայրենիք։ Իրանք հատուկ արևմտյան Ադրբեջան կառույց չունեն, որի ղեկավարն է Միլի Մեջլիսի падգամավոր իշխող քաղաքական ուժից։ Բուկլետներ չեն տպում, միջազգային սիմպոզիումներ չեն անում։ Չի ասել Ալիևը ավելի լավ է գնանք մեքենաներով մտնենք ոչ թե տանկերով։ Այդ ամեն ինչը սուտ է։ Եթե այդ ամեն ինչը Ալիևի ասած սուտ է, մենակ մի բան է ճիշտ, որ մեզ խաղաղություն է խոստացել։ Դրան պետք է մենք հավատանք։ Այսինքն եթե Շահին Մուստաֆայևը ուզում էր գնալ իր հայրենի բնակավայր եւ դա ռոպագանդայի համար օգտագործեր, թաթիկից բռնեիք, տանեիք ցույց տայիք,
որ այս պատերազմների ամբողջ ընթացքում Հայաստանում ոչ մեկը ադրբեջանական գերեզմաններ չի քանդել։ Տանեիք ցույց տայիք, որովհետև քո կռիվը գերեզմանների հետ չի, քո կռիվը ուրիշի սրբության հետ չի, եթե նույնիսկ նա քո թշնամին է, դու կռվում ես զորքի դեմ, դու կռիվ չունես քարերի դեմ, որի տակ մարդ է թաղված։ Բայց նույն մարդուն ասեք, դե եկեք մենք ձեր հետ գանք, տարեք ցույց տվեք ձեր տարածքում գերեզմանների հետ ինչպես եք վարվել։ Այդ տարբերությունը դա է, ժողովուրդ ջան։ Երբ որ ուրիշի անունից խաղաղություն եք խոստանում, իմացեք, թե նրանք ոնց են վարվում։ Չեմ ասում եք կենթանի, բա ծեր մարդկանց խոշտանգելով սպանելը, որ տեսնում ես, որ խոշտանգելով են սպանել, այդ ամեն ինչը բացահայտված է։ 88 թվականից շարժումը սկսելուց հետո քանի առի տեղած կլինի, որ մի վիրավորված մարդ, որ զոհ է տվել Ադրբեջանում, գնար տար այդ գերեզմանակարը շուռ տար։ Բայց ինչի տարբեր բնակավայրերում կա Հայաստանում։ Վտարեք ցույց տվեք, եկել է, չէ հազիվ առիթ է։ Ասեք կլինի նույնն էլ տանեք մեզ ցույց տակ։ Բա որ չենք հավատում, դրան չենք հավատում, էլի ժողովուրդ ջան։ Ու այս շոուն էլ որ սարքելու են, դա արդեն նախապես տարածել էին, որ իր հայրենիք է ուզում գնա, այդ որ իրանց երկրում տարածեն, որ տես անգամ երկրի այդպիսի բարձր պաշտոնյան տենչում է իր հայրենի հողը տեսնելու համար։ Այդ գիտեք որ դա քարոզչական նպատակով առաջ քաշելու համար է։ Իսկ եթե Ալեն Սիմոնյանն ասում է, որ մեր խաղաղությունը ձեռնտու չի հատկապես Ռուսաստանին, այսինքն ուզում եք ասեք Ռուսաստանը խաղաղություն չի ուզում։ Բա Ռուսաստանը խաղաղություն չի ուզում, ո՞նց է Ռուսաստանը Հայաստանի համար եղբայրական պետություն։ Կարող է Ալեն Սիմոնյանը չի լսում Նիկոլ Փաշինյանի քերթվածքները։ Կարող է չի ասում, որ Պուտինի հետ ինչ լավ հարաբերություններ ունեն, Միշուստինի հետ ինչ լավ հարաբերություն ունեն, երբեք Ռուսաստանի դեմ չենք գործել, չենք գործում, չենք էլ գործելու։ Որևէ պրոբլեմ չունենք Ռուսաստանի հետ, որակապես նոր հարթության վրա ենք տեղափոխել մեր հարաբերությունները։ Դա, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, Ալեն Սիմոնյանը չի լսում, եթե Ռուսաստանը իսկապես նրան խաղաղություն ձեռնտու չի, բանա ոնց է եղբայրական պետություն, բա ասում ենք ժողովուրդ ջան, ձեռ քաշեք այդ Ռուսաստանից։ Մեզ լավ տեղ չի տանելու, չի տարել, չի տանում, չի տանելու։ Բայց Փաշինյանն ասում է իր դեմ բան չենք արել, չենք անում, չենք էլ անելու։ Լավ ենք եղել, լավ ենք, լավ էլ լինելու ենք։ Բալեն Սիմոնյանում համար ես ասում, որ Ռուսաստանի ձեռնտու չի։ Դե երբ որ դա ասում ես, մարդիկ էլ պարզ հարց է առաջանում։ Նիկոլ Փաշինյանն ասում է վերջապես պատերազմով զոհերի գնով մենք մեր խաղաղությունն ապահովեցինք։ Հիմա մեր մոտ խաղաղությունն է, մեր անկախությունը վերջապես վերականգնեցինք։ Հիմա երբ որ դա ասում ես, մարդիկ մտածում են, այդ պատերազմը, այդ կորուստները, այդ զոհերը ըստ երևույթին մենք կռվել էինք Ռուսաստանի դեմ, հա։ Ասում են, չէ, ո՞նց Ռուսաստանի դեմ, Ադրբեջանի դեմ։ Հա, փաստորեն Ադրբեջանի հետ կռվել ենք, անկախացել ենք բանից, Ռուսաստանից։ Այդ զոհերը տալով մի կերպ դուրս ենք եկել Ռուսաստանի ճիրաններից ու հայտարարել ենք Ռուսաստանի եղբայր։ Ես ճիշտ եմ հասկանում։ Այս նույն բաները Նիկոլ Փաշինյանը որ ասում է, Ալեն Սիմոնյանը չի լսում։ Նիկոլ Փաշինյանը մեզ պարզ ասում է 18 թվին իշխանությունը վերցրել եմ, բայց եղել ենք ֆորպոստ մինչև 23 թվական։ Մարդիկ պարզ հարց են տալի։ Հիմա մարդը հրապարակային ասել է, ես էլ հրապարակային հակադարձում եմ։ Հա ես չեմ իր այդ ուղիղ շփվել Բամբուլե ասուրիսի ժամանակ, որ այդ հարցը ուղիղ տայի պատասխան ակնկալեի։ Բարձրեք, ասեք, բա 5 տարի, որ դու ֆորպոստ էիր, 18 թվականին ոնց դարձար դու ֆորպոստի կառավարիչ Հայաստանում։ Պուտինը համաձայն էր, թե դու Պուտինին դեմ գնացիր ու դարձար ֆորպոստի կառավարիչ։ Ու 5 տարի պայքարեցիր Ադրբեջանի հետ կռվելով անկախացար Ռուսաստանից։ Այդ դեպքում հարց, եթե դու զորով ես վերցրել իշխանությունը եւ չես ենթարկվել Ռուսաստանից, ուրեմն 18 թվականին պետք է հայտարարեիր, որ վերջ իշխանությունը վերցրել ենք, այլևս մենք անկախ ենք։ Ոնց է շարունակել 5 տարի լինել ֆորպոստի կառավարիչ։ Սա մեկ։ Եվ երկրորդ,
Եթե զոհերի գնով դու անկախացել ես ֆորպոստից, ո՞նց է շարունակել այդ ֆորպոստի կառավարիչը, ո՞նց է շարունակել քո տեր ու տիրական Ռուսաստանի եղբայրական երկիր համարում։ Նրա պատճառով զոհեր ես տվել։ Մի անգամ եղել է, որ Նիկոլ Փաշինյանը ավելի ռուսամետ քաղաքականություն չվարի, քան մեր երկրի բոլոր ռուսամետներն իրար հետ վերցրած։ Բա ո՞նց ես դու անկախացել Ռուսաստանից։ Այսինքն Արունով անկախացել ես ու տենց ինքնամոռաց սիրում ես Վլադիմիր Վլադիմիրիչի։ Գնում ես ասում ես վերևաստված ներքև դու։ Հա։ Բայց քո բոլոր հայտարարությունները մարդիկ գիտեն։ Գիտեն նաև ինչը որ չես հայտարարել, էլ գիտեն։ Որ քոպես կրոն ընդունող չկա։ Այտենց համոզիչ կրոն ընդունող չկա։ Բայց դեպքում հարց։ Մարդկանց ասում է, բա գիտեք, չէինք ուզում ասենք, ձեր տրամադրությունը չընկնի։ 5 տարի մենք եղել ենք Ռուսաստանի ֆորպոստը։ Բաս մեր հեղափոխություն ենք արել, քաղաքացու օր էիր նշում, որտեղ մենք հեղափոխություն ենք արել։ Այսինքն Ռուսաստանի ֆորպոստում մի կառավարիչ փողոցով փոխել ես, գնացել ասել ես Վլադիմիր Վլադիմիրիչ ջան, խորահարգար ջան, ոնց ասես տենց անենք։ Ժողովուրդը ինձ աջակցում, հա, այսինքն ես այդ ժողովրդի աջակցությամբ ընկնեմ քու ոտերը։ Բա ինչա փոխվի Հայաստանի համար։ Ու որպեսի իսկ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունը 18, 19, 20, 21, 22 կամ 23 կամ դրանից հետո ինչով է փոխվել։ Նույն ջերմ ախպերությունը, նույն Վլադիմիր Վլադիմիրիչը։ Բանա փոխվել, որ մենք Իրանից փոխվելու համար զոհեր ենք տվել, կորուստներ ենք ունեցել, ավերածություններ ենք ունեցել։ Այսինքն այս մարդիկ էլ հիմա եկել են, ասում են դե ինչով պետք է օգնենք, Ռուսաստանն էլ է ասում ինչով պետք է Նիկոլ Փաշինյանին օգնեն, Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ ամեն մեկը իր տեղում, իր հերթին։ Այնպես որ մենք հիմա առաջիկա ընտրությունների հետ կապված պետք է հասկանանք մեր անելիքը, որովհետև դուք տեսնում եք ինչա իրականում տեղի ունենում։ Այսպիսի մոլորություն, որ ձեզ փորձում են ցույց տալ, որ Ադրբեջանը չի ցանկանում 300,000-ին Հայաստան բերի, բայց ամբողջ Հայաստանը համարում է արևմտյան Ադրբեջան, եւ մեկ էլ Ռուսաստանին ձեռնտու չի մեր խաղաղությունը, բայց Ռուսաստանի նախագահան Նիկոլ Փաշինյանի եղբայրն է, եւ ոչ մի խնդրեմ իրանք չունեն։ Ոչ մի հարցում ռուսական շահերի դեմ ոչինչ չի արվելու ու նույնիսկ դա ասում է նաև եվրոպական կառույցների, եվրոպական չինովնիկների հետ հանդիպելու համար։ Այս ձևով մարդիկ գնում են ընտրության ու պայքարը գնում է այս երկուսի մեջ՝ Նիկոլ Փաշինյան եւ ռուսամետ ուժեր։ Եվ դրա համար ընտրությունների հետ կապված էլ կարճ անդրադառնանք, երբ որ հիմա պարբերաբար խոսում են, թե այս երկու ուժն է, այլ ուրիշ ոչ մեկը չկա։ Վերջ, ոչ մեկը չկա։ Բա եթե դու այդ վիճակի հետ չես հաշտվում, հրապարակային գործի չես, մտավորական ես, գիտնական ես, չգիտեմ ինչ ես, դու այդ վիճակի հետ չես հաշտվում, որ պետք է լինի կամ այս իշխանությունը կամ ռուսամետ ընդդիմություն, բա արածը ինչ է։ Լուրջ խոհափիլիսոփայական վերլուծություններ անել, տարբեր մեջբերումներ անել ու վերջում ասել դե չգիտեք, կամ Նիկոլ Փաշինյանն է կամ ռուսամետները, ոչ մի հնարավորություն չկա։ Եթե առանց իր աջակցության ոչ մեկն չի կարող անցնի։ Ով անցավ կամ նրա մոտիցա կամ նրա։ Սա է ձեր վերլուծությունը։ Գնացեք Հերվաշեն գյուղ, գնացեք Չոբան Չատիին, հարցրեք ասի, բալեք ջան, այս աշխարհը սենց ծուռ եկել է, սենց էլ գնալտի, բզի գլխին բռունցքով չես կարա տալ չտես։ Ժորժ ջան, եթե դուք Չոբան Չատիի մակարդակի վերլուծություն եք անելու, որ ոչինչ փոխել հնարավոր չի, ինձ հետաքրքիր է, ձեր վերլուծությունը ինչի համար են լսում։ Որ ինչ հասկանան դրանից։ Եթե ձեր պատկերացրածի մակարդակը ոչ թե հանրությանը տրամադրել պայքարի, հանրությանը տրամադրել իրավիճակի հետ չհաշտվելու, ըմբոստ լինել, անհաշտ լինել, պայքարել իրավունքների համար, եթե այս իրավիճակը քեզ հերթ չի տալիս, այսօր ընտրության պայքարես, վաղը հետընտրական պայքարանես, մյուս օրը ուրիշ բան անես, բոլոր գործիքակազմն օգտագործես։ Եթե ամբողջը պետք է ասի, որ ընտրությանը մասնակցեք, չմասնակցեք, ձեր տեղը որոշած է։
Ձեր արածը ինչ է, ժողովուրդ ջան։ Դրա համար հարգելիներս, եթե ամեն ինչ որոշած է, էլ իրանց լսում եք ինչ անեք։ Այնա գիտեք, ամեն ինչ որոշած է, չէ։ Ձեր թանկագին ժամանակը ծախսում եք ինչի համար։ Լավ որ ինձ լսեք, մի բան կիմանաք։ Նախ առաջինը կիմանաք, որ պետք է գնաք ընտրության։ Ձեզ խաբում են, որ ասում են ընտրության պետք չի գնալ, ամեն ինչ որոշված է։ Ինչքան շատ մասնակցեք, այնքան այդ երկուսը շանս չեն ունենալու մեծամասնություն ստանալու։ Սա առաջին։ Երկրորդ, պարտադիր ընտրեք այլընտրանքային ուժի։ Տվյալ պարագայում ես խոսում եմ Հայաստանի շնորհապետական կուսակցության անունից, որովհետև ես այդ կուսակցության ընտրացուցակում ներգրաված եմ շատ պատվավոր երկրորդ հորիզոնականում։ Կուսակցության ղեկավարն էլ առաջի հորիզոնականն է զբաղեցնում Գուրգեն Սիմոնյանը եւ նաեւ մեր վարչապետի թեկնածուն։ Ասում ենք ինչքան շատ ցայն տակ, այնքան դուք կտեսնեք, որ ոչ մի բան էլ որոշած չի։ Ու այդ են մարդիկ, ովքեր ասում են ամեն ինչ արդեն որոշած է, դե կոնկրետ այսօր գրեք, ստորագրեք ու գրազեկեք, թե ով է հաղթելու։ Որոշած է, չէ՞։ Դուք էլ գիտեք, դեն շատ խելացի եք։ Դե ասեք ով է հաղթելու։ Ասեք գրեք, ասեք ես 100%-ով ասում եմ, ժողովուրդ ջան, հաղթելու է այս ինչը։ Ասում եք կամ Նիկոլ Փաշինյանն է, կամ ռուսամետ ուժերը, բայց ամեն ինչ որոշված է։ Կամ ով ամեն ինչ ոնց է որոշված, ժողովուրդ։ Այդ է ձեր վերլուծությունը։ Մարդկանց թանկագին ժամանակն է խլում եք, նստացնում եք, որ ձեզ լսեն։ Դրա համար այն ինչ որ մենք ի վիճակի ենք անում ենք, եթե հավանում եք, սեղմ եք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմ եք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, մաքսիմալ տարածեք ձեր մոդիկների միջոցով, ասեք, որ իրանք նայեն, ուղարկեք նյութեր թող նայեն, որովհետև մարդը գոնե մի անգամ պետք է նայի, եթե մարդը ուրիշ չի ճանաչում, չգիտի, գոնե պետք է մի անգամ տեսնի, որ իմանա։ Ցանկություն կունենաք ալիքին օգնեք, նյութի նկարագրական մասում կա բոլոր հնարավոր տարբերակները, բանկային փոխանցման, արագ փոխանցման, քարտային փոխանցման, Իդրամ, Patreon, PayPal, բոլոր հնարավոր տարբերակները կա։ Բայց քանի որ հիմա նախընտրական շատ լուրջ փուլում ենք, շատ ավելի կարևոր է, որ կապ հաստատեք նաև Հայաստանի շնորհապետական կուսակցության գրասենյակի հետ եւ ձեր հնարավոր բոլոր աջակցություններն էլ մեզ համար շատ կարևոր են։ Դա կլինի բուկլետ, կազմակերպական հարցեր մասնակցել, ֆլայերներ բաժանել, տեղերում աշխատանք տանել, մարդկանց իրազեկել, ձեր ֆինանսական աջակցությունը ունենաք այդ ամեն ինչին, դա շատ կարևոր է։ Իհարկե, երբ որ ես ֆիլմ էր, որը որ եթե չեմ սխալվում 3 էր, ոնց որ թե առաջ օրը արդեն չեմ հիշում, ես ունեմ երազանք իրականություն դարձնել մեր երազանքը, այդ ֆիլմը շատերի հավանել էին եւ նաեւ գրում են, ասում են, բա ինչի այս հարցերին էլ չանդրադարձակ, հարգելիներս, ֆիլմը արդեն մի ժամ 20 րոպե էր, բոլոր հարցերին որ անդառնանք կլներ 10 ժամ։ Բնականա հնարավոր չի մի ֆիլմում բոլոր հարցերին անդրադառնալ։ Եվ հետո երբ որ ասում եք, որ ինչու ավելի հաճախ չեք այս կարգի ֆիլմեր անում, իհարկե ես ուզում եմ ձեզ բացատրեմ, որ հարցազրույցը իր տեղ ունի, ձևաչափը իր տեղ ունի, ֆիլմն էլ լրիվ այլ հարց։ Ավելի շատ չենք կարողանում անել, որովհետև դուք պատկերացնում եք, որ այս նախընտրական շրջանում ինչքան մեծ ռեսուրսա պետք այդ կարգի ֆիլմեր պատրաստելու համար։ Իսկ դրա պատվիրատուն իմ ղեկավարած հասարակական կազմակերպությունն էր, որի տվյալները նկարագրական մասում կա։ Եթե ունենանք հնարավորություն, իհարկե կանենք, պարտադիր կանենք եւ ինձ համար էլ կանենք եւ Գուրգեն Սիմոնյանի համար էլ կանենք, որովհետեւ տեսեք, նույնիսկ եթե մենք ինչ որ մի հնարավորությամբ գումար ելնում, որպեսի մի հատ պլակատ միտեղ կպցնես, մի հատ բաներ, մի հատ բիլբորդի վրա, մի հատ պաստառ ունենաս, դրա կողքը ամեն մեկը մի 100 հատ դրած կա։ Չեմ ասում դրա անհրաժեշտությունը չկա, իհարկե կա, եթե հնարավորություն լինի մենք էլ կդնենք։ Բայց նույնիսկ այդ 1-ի եւ 100-ի հարաբերակցություն դա այդքան արդյունավետ չի։ Մենք էլ ենք դա հասկանում։ Ու գերադասում ենք ավելի լավ է, կարողանանք մենք մեր ասելիքով մարդուն տեղ հասցնենք, գոնե նա ով լսի հասկանա եւ տպավորություն թողնի, թե վերջո մենք ինչ ենք ասում, ու նա գնա ընտրի իմանա ում է ընտրում, որովհետեւ կարող է ֆիզիկապես այդ 100-ի մեջ մի հատ պլակատ տեսնի, իամոտ էմոցիա չառաջանա, որ գնա այդ մարդուն ընտրի։ Հայ ընդհանրենք նկարը տեսավ,
բայց երբ որ ինքը այդ մարդու մասին ինֆորմացիա է ստանում ոչ միայն հարցազրույցներից, այլև ֆիլմի տեսքով ինչ որ բաներ, որը չի բացվում, չի արծարծվում հարցազրույցով, կարող է նա իսկապես գնա այդ ընտրությունը կատարի, հասկանա, որ այս կարգի մարդկանց ենք ուզում ընտրենք։ Դրա համար եմ ասում, մենք էլ ենք դա հասկանում ենք, որ դրա անհրաժեշտությունը շատ մեծ է, եւ դրա համար մտածում ենք, եթե արդյունավետությանը նայեք, այո, ես էլի մեծ հաճույքով կմտնեմ դրա տակ, մի քանի ֆիլմ կանենք, որը համարում եմ ավելի կարևոր է, որ մարդիկ ի վերջո իմանան, որովհետեւ մեր պարագայում միայն նկարը դրելը չի։ Այդ տեսեք, այն կողքը, որ 100 հատ նկար են դնում, չեն էլ խոսում։ Իրանց փոխարեն իրանց փողերն են խոսում, էլ իրանք ինչ խոսան։ Իրանք իրաց նկարը դնում են, իրաց տեղը ուրիշները խոսում են, բաժանում են ու խոսում են։ Մեր պարագայում մարդը պետք է լսի, հասկանա, վերջը ինչ է ասում Գուրգեն Սիմոնյանը, ինչ է ասում Էդվարդ Տանտինյանը, ինչ ծրագրի մասին ենք խոսում, ինչ գաղափարների մասին ենք խոսում, ինչ ենք ձեզ առաջարկում։ Մեր պարագայում մենք ասելիք ունենք, հարգելիներս։ Էնպես որ եթե այդ հնարավորությունը կունենանք, ձեր շնորհիվ, ձեր աջակցության շնորհիվ, պարտադիր կանենք ինչքան ուզում է դա մեզանից ժամանակ խլի կամ ռեսուրս խլի։ Էնպես որ անցնենք առաջ, ահագին հարցեր կա, էդ էլ հասցնենք, եթե ժամանակ մնա, իհարկե էլի ընտրություններից կխոսենք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ էլ մի բան էլ ասեմ։ Ուրեմն տեսեք, մենք պայմանավորվել ենք Գուրգեն Սիմոնյանը, որ մենք գործելու ենք միասնական, անգամ հուշագիր ենք ստորագրել, որ մեր որոշումը լինելու է միասնական։ Այսինքն, եթե թիմը որոշեց, որ մենք ոչ մեկին չենք միանում, բոլորս նույն որոշումն ենք կայացնում։ Չի կարող լինել տարբերություն։ Այսինքն նշանակում է, եթե միացել ենք, մենք հուշագիր ենք ստորագրել, որ մենք միասնական ենք գործելու, մեր քվեարկությունը լինելու է միասնական։ Երբ որ ինչ-որ մեկը մտածում է, տեսնես Անտինյանն ում պատվերն է կատարում, ու տեսնես Գուրգեն Սիմոնյանը ում պատվերն է կատարում, ին պարագայում մի ուրիշի անունն են տալի, նրա պարագայում մի ուրիշի անուն են տալի։ Հետո տեղերը խառնում են տարբեր, հարգելիներս չի կարող ես կամ Գուրգեն Սիմոնյանը տարբեր պատվերներ կատարենք նույն թիմի ներսում, որտեղ մենք մի խնդիր ենք լուծում։ Դա նշանակում է այն ինֆորմացիան, որ այդ մարդիկ ստանում են, այդ ինֆորմացիան, որ տենց գցում են, դուք մի հատ նայեք, տեսեք այդ մարդկանց, այդ լրատվամիջոցները, այդ ակտիվիստները ում շահերն են սպասարկում, ու կտեսնեք ովքեր են հիստերիայի մեջ ընկնում Հայաստանի շնորհապետական կուսակցության մասնակցությունից։ Դες համար ակնհայտ հոմենակ մեր մասին չեն խոսում։ Մի հատ տեսեք ում են գովում, ում են ներկայացնում, ում շահերն են սպասարկում ու կհասկանաք, այո, իրանց ձեռնտու չի, որ մենք ծանրակշիռ ներկայություն ունենք ձայն ստանանք։ Իրանց ձեռնտու չի, որ մարդիկ մեզ վստահելով գնան ընտրության, այդ դեպքում ընտրության մասնակիցների տոկոսը կբարձրանա եւ իրանց սրտի թեկնածուն ձայն չի ստանա։ Դրա համար ավելի լավ է խորանաք, ոչ թե ամեն անգամ ասեք ինչու չեք հերքում։ Ամեն անգամ հերքում ենք, էլ ոնց հերքենք, ասեք ումից տեղեկանք բերենք։ Ասում ենք ոչ, մեկին չենք միանալու։ Եթե որևէ մեկը մեզ պատվեր տար, գոնե ինքը պետք է այդ պատվերի արդյունքը պատկերացներ ինչ ա լինելու, որ իմանար, որ մենք եթե մասնակցում ենք ու ոչ մեկին չենք միանում, դա իրան ինչով է ձեռնտու։ Այսօր իշխանությունը կարող է իր վարած սխալ քաղաքականության պատճառով ռուսամետ ուժերը միանան Լեննականի նման, Գյումրու ընտրությունների նման, իրանք կառավարություն ձևավորեն։ Հասկանում եք, չէ՞ դա ինչ խնդիր է։ Իրանք լավ էլ հասկանում են։ Այն նույնն էլ է սրանք իրենց վարած քաղաքականության պատճառով կարող է այդ խաղը ծառայացնել Նիկոլ Փաշինյանին, որի պարագայում ինքը կարողանա հարցը լուծի։ Իսկ եթե մենք այդ ձայները ստանանք, երկուսի խաղաքարտերն է կխառնենք։ Այսօր առավոտից իրիկու Ռուսաստանի շահերը սպասարկող Նիկոլ Փաշինյանն ասում է Ռուսաստանը տանում է Հայաստան, ինչի համար է ասում, որ եթե հանկարծ տեսնի մի բան այնպես չի գնում, կանգնի ասի այս ընտրությունները կամ կչեղարկենք, կամ չգիտես ինչ կանենք, վերջի պարագայում, քանի որ Ռուսաստանը շատ ուրիշ ձևով հակասահմանադրական միջամտություններ ա ունեցել, բերեք ամեն ինչ անենք, այս ընտրությունները անվավեր անենք, չեղարկենք եւ այլ, հազար ու մի բան։ Որ դեպքում դա չեն կարող անել։ Մի դեպքում, երբ որ մեր ձևով մասնակցող ուժը ասի ինգեր ջան, բա մենք Ռուսաստան չենք տանում, այս ի՞նչն է չեղարկում։ Կամ արևմտյան դիտորդներին ասենք, ժողովուրդ, այս ի՞նչ եք խառնվել իրար, թե Հայաստանը տանում են Ռուսաստանի տակ։ Ինչ ես խոսում, բա մենք էլ ենք մասնակցում, մենք տենց բան ենք ասել։ Կամ մենք ասել ենք մեր ձայնը տալու ենք իրանց։ Իզուրին չեք Նիկոլ Փաշինյանի արած խախտումները պարտակում, որ հանկարծ իբր թե Հայաստանը չտանեն, հա, աչք փագում, խայտարականում Եվրամիությունը։ Ինչի համար։ Բա դա ենք ասում։
Եթե ասում են, որ պայքարը այս երկուսի մեջ է, ուրեմն առիթ են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը ցանկացած քայլ կատարի եւ ասի ժողովուրդ ջան, այս ընտրությունը չի կարող նորմալ, այսինքն եթե այս ընտրությունն անցավ ինքը մեծամասնություն ունի, ուրեմն լեգիտիմացնում են այս ընտրությունը ռուսամետ ուժերը, այս անգամ էլ է դերը ստանձնելա բարդ ու պատասխանատու գործը Սամվել Կարապետյանը, եթե ինքը տեսնի, որ մի բան այնպես չի գնում, արդեն նախապես ասել են, որ Ռուսաստանը ցանկանում է Հայաստանը գրավի։ Փրկեք ժողովուրդ ջան, ցանկացած տարբերակով ռուսներից պոկենք Հայաստանը, կարելակացել ինքը Ռուսաստանի տակ չի։ Այս խաղերը, երբ որ մենք ուզում ենք կանխել, իհարկե մենք ոչ մեկին դուրս չենք գալի, ոչ այս կողմին, ոչ այն կողմին։ Դրա համար ժողովուրդ ջան, ես կարծում եմ, որ մենք գիտակից մարդկանց հետ գործ ունենք, էլի, այդպես միամիտ բաները չեն խաբվում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը քննադատել է Գերմանիայի կանցլեր Մերցին իր գործընկերություններին չաջակցելու համար։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ Իրանը կարող է միջուկային զենք ունենալ, նա պատկերացում չունի, թե ինչի մասին է խոսում։ Ֆրիդրիխ Մերցը տենց բան չի ասել, Դոնալդ Տրամփին չի ասում, որ շառանի։ Այդ մարդը պարզապես բացատրում է, որ դու մտել ես ծրագիր չունես դուրս գալու, ոչ հաղթելու ծրագիր ունես, ոչ դուրս գալու, ոչ միջուկային զենքը կանխելու։ Եթե Իրանը միջուկային զենք ունենար, ամբողջ աշխարհը պատանդ կլիներ։ Ես հիմա Իրանի հետ անում եմ այն, ինչ վաղուց պետք է անեին մյուս երկրները կամ նախագահները, կամ չես կարողանում անել այն, ինչ որ ուրիշները հասկանում էին, դրա համար չէին անում։ 40 տարի երևի Ամերիկայում էլի նախագահներ եղել են, որ հասկացել են, որ այդ քայլը լավ կշռադատված չի։ Զարմանալի չէ, որ Գերմանիան այժմ այդքան վատ վիճակում է, թե տնտեսապես, թե այլ առումներով, նշել է Թրամփը։ Նախ գոնե Գերմանիայի հետ կապված տենց անհարգալից խոսալը մի քիչ լավ չի, որովհետև մարդիկ մի քիչ որ պատմություն գիտեն, որ իր Վարշավի պապը Ֆրեդը փախավ Գերմանիայից, որպեսզի բանակ չծառայի, էլի։ Գոնե մի քիչ հարգալից եղի հայրենի հողի նկատմամբ, որովհետև եթե այդ երկիրը երկաթյա կարգապահություն չունենար, այդ երկիրը երկիր տենց չէր կարողանա պահել, եւ այդ պարագայում հիմա ամենամեծ բնակչությունն ունի Եվրոպայի ամենամեծ համախառն ներքին արդյունքը։ Եվ Գերմանիայի վիճակն էլ այդքան վատ չի։ Առավել ևս հիմա, որ Գերմանիան լուրջ դերակատարություն ստանձն է եւ այդ դեպքում անգամ ռազմական ծախսերը օգնելու են իրար տնտեսությունը ճգնաժամային վիճակից հանելու, ոչ թե հակառակը։ Բայց առնվազը մեղադրել նրա համար, երբ որ ասում են դու պատերազմ ես սկսել, մեր հետ չես համաձայնացրել, մեր որևէ գործընկերության մեջ պարտավորվածություն մենք չունենք հարձակողական պատերազմում ՆԱՏՕ-ի անվան տակ քեզ օգնենք, որովհետեւ դա քո վրա չեն հարձակվել, դու ես ուրիշի վրա հարձակվել, մեզ հետ չես դիմել, մեր հետ չես խորհրդակցել, ոչ մի քայլ չես արել, մարդուն ինչ ես մեղադրում։ Կայրեում Իրանի դեսպան Մոջտաբա Ֆերդոսի Փուրը հայտարարել է. Մենք թույլ չենք տա, որ ԱՄՆ մեզ հետ խոսի ուժի դիրքերից։ Իրանը երբեք չի հանձնվի եւ բանակցություններ չի վարի ճշմարտ եւ նոր հարձակումների սպառնալիքի ներքո։ Ինչպես տեսնում եք, Իրանը որևէ օր չի դադարեցրել իր կոնտրսպառնալիքները։ Բայց գնալով պատերազմը երկարումը, դրա վտանգներն ու վնասները տեսնում են եւ Եվրոպայում, մենք էլ ենք տեսնում, մեր մոտ շատ ձայն չեն հանում, որովհետեւ ասում են դե լավ, նախընտրական փուլը հանկարծ չասենք, որ այս խնդիրները մեզ էլ է վերաբերվում, բայց դա այնպես չի էլի, որ կարելի է թաքուն պահել։ Իսկ հիմա նայենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր օգնականներին հանձնարարել է պատրաստել Իրանի տևական շրջափակման պլան։ Վերջին շրջանում Սպիտակ տան ղեկավարն արտահայտվել է ի նպաստ Իրանի տնտեսության վրա ճնշում գործադրելուն, թույլ չտալով նավերի, այդ թվում նավթատար տանկերների ելքը Իրանի նավահանգիստներից։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարի կարծիքով մյուս տարբերակները ռմբակոծությունների վերսկսումը կամ հակամարտությունից դուրս գալը Վաշինգտոնի համար ավելի մեծ ռիսկեր են պարունակում, քան շրջափակման շարունակությունը։ Այսինքն արագ հաղթանակ չհաջողվեց, ցամաքային գործողություններ հասկացան անմիտ է, նոր ռմբակոծությունները անարդյունավետ, մնաց մի բան, շրջափակենք Իրանը, որով կարողանանք տևական պաշարումով Իրանին ծնկի բերենք։ Ես ուղղակի չեմ պատկերացնում Դոնալդ Տրամփին Իրանի քարտեզը տվել են, ինքը ընդհանրապես գիտի այդ երկիրը որտեղ է, որ Հայաստանը, Ալբանիան, որ մի Ադրբեջանն էլ, չգիտես, Կամբոջան, այդ գիտենք, այդ ինքը պատմությունից շատ լավ է, բայց ինքը պատկերացնում որ 1.650.000 քառակուսի կիլոմետրը շրջափակելու է, ոնց
Այսօր ցամաքային ուղիներով Իրանը ապրանք չի ստանում, Կասպից ծովով չի ստանում, Պակիստանը Իրան չի օգնում, հա իհարկե դժվարություններ կա, դժվարություններ կար մինչև այս կռիվը, բա որ ասում են կրոնապետության պարագայում ժողովրդի համար շատ լուրջ խնդիր են ստեղծել, կամ ժողովուրդը փողոց դուրս չեկավ տնտեսական պրոբլեմների պատճառով, սոցիալական խնդիրների պատճառով, ով դրա մասին չգիտի, հիմա իհարկե վիճակն ավելի վատ է, բայց ասել, որ հնարավոր է այդ երկիրը այդքան հարևան ունենալու պարագայում եւ այդքան հարևանի պարագայում ով է թշնամի Իրանի համար, որ Իրանին չի օգնելու իր ճանապարհով ապրանք ստանալու, ով ոնց է շրջափակում Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է. ԱՄՆ եւ Իսրայելի հետ Իրանի հակամարտությունն ավարտված չէ, Իրանը շարունակում է պաշտպանական դիրք զբաղեցնել բոլոր ուղղություններով, կարծում եմ դժվար է ասել, որ պատերազմն ավարտված է, քանի դեռ պատերազմը չի ավարտվել եւ բոլոր ճակատներում խաղաղությունը չի կարող երաշխավորվել եւ հետեւաբար կարծում եմ Իրանը չի կարող ռիսկի ենթարկել իր ազգային անվտանգությունը, Իրանը կշարունակի մնալ բարձր պատրաստվածության վիճակում եւ զբաղեցնել պաշտպանական դիրք տարբեր ճակատներում, Իրանի նպատակն է պարտության մարտնել ագրեսորին, թույլ չտալու ԱՄՆ-ին հասնել իր որևէ նպատակին Իրանի ներսում, ներկայումս անհրաժեշտ է կենտրոնանալ այս պատերազմի դադարեցման եւ դրա հիմնական պատճառների վրա, հիմա դուք տեսնում եք, որ սա է նաեւ վերաբերմունքը Իրանի կողմից, այսինքն իրանք մի միլիմետր անգամ չեն ուզում զիջել ու դրանով վիճակը ավելի են բարդացնում թե աշխարհի համար, թե տարածաշրջանի, թե մեզ համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ չնայած Իրանի իշխանությունների միասնական դիրքորոշում ձևավորել դժվարություններին, նրանք պետք է շուտապույտ համաձայնագիր կնքեն Վաշինգտոնի հետ, իրանցիները ոչ մի կերպ չեն կարողանում կենտրոնանալ, նրանք չգիտեն, թե ինչպես ստորագրել միջուկային ծրագրից հրաժարվելու մասին համաձայնագիրը, ավելի լավ կլինի, որ նրանք հնարավորինս շուտ ողջամտություն ցուցաբերեն, գրել է Տրամպը, հիմա էլ սկսել է համոզել, դե այ մարդ, դե համոզվեք էլի, եկեք մի թուղթ ստորագրենք, տենանք ինչ ենք անում, չի համաձայնվում, հաջորդ քայլը արա, պաշարելը հարցի լուծում չի, ժողովուրդ ջան, խայտարակ չեք, սանկցիաներ եք կիրառել Իրանի նկատմամբ 79 թվի հեղափոխությունից հետո, կոտրել եք այդ երկրին, որ այսօր կարողանայիք հեշտությամբ գրավեիք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը ի պատիվ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III եւ մյուս հյուրերի տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ ասել է. մենք ռազմավարական առումով հաղթել ենք այդ կոնկրետ հակառակորդին եւ մենք երբեք թույլ չենք տա, որ այդ հակառակորդը երբեք Չարլզը համաձայն է ինձ հետ, նույնիսկ ավելի քան ես, մենք երբեք թույլ չենք տա, որ այդ հակառակորդը միջուկային զենք ունենա, չեմ հավատում, որ Չարլզը ասելա, որ ես քո հետ համաձայն եմ, որտեվ Չարլզը որպես թագավոր, ինչքան էլ մեծ հեղինակություն ունենա, նա կառավարության անունից խոսելու լիազորություն չունի, արտաքին քաղաքական հարցերում խոսելու լիազորություն չունի, եթե մասնավոր զրույցի ժամանակ ասելա, հա, քո հետ համաձայն եմ, դա չի կարելի հրապարակել եւ դա ներկայացնել որպես թագավորի կարծիք, թագավորը կառավարության կարծիք հայտնելու իրավասություն չունի, այն դեպքում, երբ որ ընդամենը մինչև թագավորի գալը, արդեն Կիր Սթարմերը վարչապետը իր կարծիքը հայտնել է, որ մենք մեր շահերի դեմ չենք գործելու, այդ պատերազմին չենք մասնակցելու, չենք աջակցելու այդ պատերազմին, ինչպես մարդուն փաստի առաջ կանգնացնում, թագավոր մարդա, լավ էլի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը Սպիտակ տանը տեղի ունեցած ընդունելության ժամանակ հայտարարել է, որ իր մայրը սիրահարված էր Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին։ Վայ Տեր Աստված։ Առաջինը ուզում եմ մի հատ պարզ հասկանանք, ժողովուրդ ջան, Չարլզ III-ը ծնվել 1948 թվականին։ Իսկ Դոնալդ Տրամպի մայրը Մերի Էն Մաքլաուդը 1912 թվականին 2000 թվին է մահացել է, Չարլզից մեծ էր 36 տարի, ես ուզում եմ իմանամ, որ տարիքում է ինքը տենց սիրել Չարլզին, այն դեպքում, երբ որ եթե 2000 թվականին մահացել է, դրանից առաջ պետք է սիրեր պարզա, իսկ դրանից առաջ արդեն 1992 թվականին Չարլզի սկանդալները առաջացել էր պրինցեսա Դիանայի հետ կապված, արդեն սկանդալը եղավ 96 թվին բաժանվեցին, հետո մահանալը Դիանայի համակրանքը հաստատ Չարլզի կողմը չէր, առավել ևս որ արքայադուստր Դիանան ինքը մեղադրում էր Չարլզին ամուսնական դավաճանության մեջ, իհարկե խոսքը Կամիլայի մասին էր, այն ժամանակ սիրուհին էր, հիմա արդեն կինն է, այդ պարագայում հաստատ համակրանք
Չարլզի նկատմամբ ոչ մեկը չուներ, երևի միակ մարդը, որ ուներ, այդ եղել է Դոնալդ Տրամփի մայրը։ Բայց ուղղակի մի բան էլ ասեմ, էլի վատ չէր լինի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ադմինիստրացիայում ասեն, որ գոնե ծանոթացնեն Հովհաննես Շիրազի հայտնի խոսքերին, սերս գաղտնի թող մնա, սերս յարիս պես, ճամփեն պիտի չիմանա, թե ուր կերթամ ես, մենակ յարս կիմանա, թե ուր կերթամ ես, ընկեր, այդ օղորմածիկի սերը ինչ ես չեր երես հանում։ Ես մինչև չեմ հավատում, որ Դոնալդ Տրամփը հաջողակ բիզնեսմեն է եղել։ Ինչից ասես խոսում է, ինչ գաղտնիք ասես, բիզնեսմենի որակի մեջ սենց վերամբարձություն հաստատ չի կարող լինի։ Բա դրա համար մարդիկ որ կասկածում են ասում են կողքից երևի ինչ որ մեկը աջակցել է իրան, որ ինքը հաղթի, երևի դրան է վերաբերվում, էլի ժողովուրդ ջան։ Ինչի համար եմ ասում, որ հաստատ գոնե հարգելով իր մոր հիշատակը, պետք է չասել էլի թե իր մերը խալխի տղամարդուն ինչ բանը երբ հասիրել ինչի համար։ Թագավոր Չարլզ III-ը դարձավ առաջին բրիտանացի միապետը, որը 1991 թվականին իր մոր թագուհի Եղիսաբեթ II-ից հետո ելույթ ունեցավ ԱՄՆ կոնգրեսում։ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Միացյալ Նահանգներին կոչ արել ամուր կանգնել իր արևմտյան դաշնակիցների կողքին, այն պայմաններում, երբ Իրանի եւ Ուկրաինայի շուրջ աճող լարվածությունը սպառնում է խաթարել տրանսատլանտյան կապերը, որոնք վերջին տարիներին ամենալուրջ փորձությունն են ապրում։ Ու չզարմանաք, ինչի Ուկրաինայի հետ կապված կարելի էր խոսել, Իրանի հետ կապված չէ, դες ձեզ ներկայացրեցի։ Արտաքին քաղաքականությունը դա կառավարության գործն է, վարչապետի գործն է։ Վարչապետի վերաբերմունքը Ուկրաինայի նկատմամբ գիտեք, այդ մասով նա կարող էր լիազորել թագավորին, ու ասել, այո, այս թեմայի հետ կապված կարող ես հարցը բարձրացնել։ Այնպես որ չզարմանաք, որ ասեք, բան չի, այնտեղ չէր կարելի, այստեղ կարելի էր։ Որտեղ դուք Իրանի հետ կապված իր համաձայնությունը հրապարակային խոսքում չեք լսել։ Մեր առջև ծառացած մարտահրավերները չափազանց մեծ են, որպեսզի որևէ մեկ պետություն միայնակ կրի դրանց բեռը, ասել է թագավորը կոնգրեսում ունեցած ելույթում, գործընկերներին կոչ անելով պաշտպանել համատեղ արժեքները։ Անկախ մեր տարաձայնություններից, անկախ մեր անհամաձայնություններից, մենք միասնական ենք ժողովրդավարությունը պահպանելու մեր հանձնառության մեջ։ Ամբողջ սրտով աղոթում եմ, որ մեր դաշինքը շարունակի պաշտպանել մեր ընդհանուր արժեքները, եւ որ մենք անտեսենք ավելի ու ավելի ներփակ դառնալու կոչերը։ Չարլզ III-ն ասել է, որ անզիջելի վճռականություն է անհրաժեշտ Ուկրաինայի եւ նրա քաջարի ժողովրդի պաշտպանության համար, իսկապես արդար եւ երկարատև խաղաղություն ապահովելու համար։ Պատահական չի, որ պարբերաբար ասում են, որ բրիտանացիները ինչքան է դժգոհ մնան Կիր Սթարմերի ադմինիստրացիայից, ես որ քանի որ Բրիտանիայում չեմ ապրում եւ դրսից եմ նայում, ես շատ գոհ եմ նրա վարած քաղաքականությունից, նույնիսկ եթե տնտեսական ճգնաժամից հանելու ծրագիր ինքը չուներ եւ չունի, այն սկզբից էլ չուներ։ Ինքը դժգոհության վրա եկավ իշխանության, բայց նրա արտաքին քաղաքական հարցերը շատ կարեւոր է աշխարհի համար եւ իր արածը հետագայում կյանքը իր տեղը կդնի։ Այնպես ասեմ, որ ստեղ Չարլզ III-ը այդ վճռականությունը գալիս է հենց վարչապետի կողմից ներկայացված մոտեցումից։ Իրանական բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամյան հայտարարել է. ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել, եթե հակառակորդը կրկին ագրեսիա իրականացնի, ապա կբախվի Իրանի նոր գործիքակազմին եւ նոր մոտեցմանը։ Աքրամինյան հաստատել է, որ գործող զինադադարի ընթացքում Թեհրանը փորձել է սպառազինություն արտադրել եւ թարմացնել եղածը։ Այս այն էր, որ հետաղուզական ծառայությունը նաեւ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հայտարարեցին, որ այո, ունեն ինֆորմացիա, որ նրանք անգամ այս խառը վիճակում կարողանում են բալիստիկ հրթիռներ արտադրել եւ դրոններ արտադրել։ Եվ դա նշանակում է, որ խնդիր է առաջացնում Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Այսինքն ինքը ժամանակ ուզում էր զորք կուտակի, ժամանակ ուզում էր զենք կուտակի, բայց ժամանակից օգտվեց նաև Իրանը։ Այսինքն Իրան թվում էր, թե այս վիճակում ավելի բարենպաստ է, այդքան զենքն ու զորքը վերեց, բայց որևէ քայլ անելու համարձակություն չունի։ Իսկ շրջափակելը ժողովուրդ ջան, դե լուրջ չէ էլի։ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Եվրոպայի միջև շփումների վերականգնումը անխուսափելի է, հարաբերությունները պետք է շարունակվեն, ահա թե ինչ պետք է անեն հարևանները, նշել է Ստուբը։ Իհարկե, այնպես չի, որ մենք մտածենք, որ Ֆինլանդիան դավորասեց այդ գլուխը ջարդելով գնալու է Ռուսաստանի հետ հարաբերություն հաստատի, այդ նույն այն Ֆինլանդիան էր, որը որ դարձավ
ՆԱՏՕ-ի անդամ, շատ լավ հասկանալով, որ Ռուսաստանը իրենց վտանգ է ներկայացնում։ Բայց երբ որ Դոնալդ Թրամփն ասում է օվկիանոսից այն կողմ մեզ չի վերաբերվում, պետք է լի մի հատ էլ ՆԱՏՕ-ից էլ դուրս կգանք, չնայած ինքը այդ լիազորությունը չունի, այդ մենակ վախացնում է։ Զորքի տեղաշարժերը նախագահի իրավասության հարց է, բայց այդ կազմակերպությունից դուրս գալը արդեն առանց կոնգրեսի չի անի։ Բայց նույնիսկ եթե այդ վախացնելն ասում է, կոնտր ասում են, դե եթե դու մեզանից ձեռ ես քաշում, ասում ես օվկիանոսից այն կողմից չի հետաքրքրում, բայց Ռուսաստանը մեր հարևանն է, այդ դու ինչ ես մեզ պարտադրում Ռուսաստանը լավը դել կամ էսնի կամ էնելի։ Դե որ տենց է գնա օվկիանոսից այն կողմ գործերով զբաղվի, մենք եկը մտածենք մեր հարևանի հետ ոնց ենք զբաղվում։ Ասում ենք այս հարցում զիջում ես, բարեկամանում ենք, չէ, այս հարցում զիջում ես, իր հետ գործընկերություն ենք անում, չէ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, Ռուսաստանում ահաբեկչական սպառնալիքների ռիսկը մեծանում է։ Կիևի ռեժիմը եւ նրա հովանավորները դիմել են բացահայտ ահաբեկչական մեթոդների։ Կիևը ամեն օր կորցնում է տարածքներ, ուստի եւ կախված է ահաբեկչությունից։ Իհարկե համաձայն չեմ դրա հետ, ինքը ահաբեկչական գործողությունների վտանգը մեծանում է, որովհետեւ այսօր Վլադիմիր Պուտինը շատ ավելի դաժան ձևով ցանկանում են ամեն գնով առաջ գնալ, որ հետո դա թանկ վաճառեն, կամ Դոնալդ Թրամփին համոզեն դե ճնշում գործադրի Ուկրաինայի վրա։ Իհարկե ուկրաինացիներն էլ որ Ռուսաստանի տարածքում ահաբեկչական գործողություններ կարող են անել, դա էլ է հասկանալ, բայց որ Ռուսաստանը իր երկրում տնտեսության վատթար վիճակի պատճառով պատերազմից որ շատերը չեն ցանկանում գնան մասնակցել, արդեն այնքան են հաշմանդամներ եկել, այնքան են դագաղներ բերել, այդ ամեն ինչը տեսնում են ինչա կատարում, ծայրը չի երևում այդ ամեն ինչի, տեսնում են ամեն օր հարված են ուտում, ոչ մի բնակավայր անվտանգ չի, ներսում արդեն ռուսները բարենպաստ մթնոլորտ են ստեղծում ահաբեկչական գործողության համար, որտեղ եթե ներսում չօգնեն, դրսից այդքան հեշտ այդ ամեն ինչ անել հնարավոր չի։ Այսինքն Պուտինը արդեն հասկանում է ուր է հասել, որ արդեն ինքը վախ է տեսնում երկրի ներսում ահաբեկչական գործողությունից։ Բարենպաստ պարարտ հող չի կարա լինի դրսից ներսում, եթե դու դա քո երկրի ներսում անենց չես արել, որ ներսից քո դեմ դուրս գա։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Իրանում հակամարտության 60 օրվա ընթացքում Եվրամիության երկրների ծախսերը հանածո վառելիքի ներկրման համար աճել են ավելի քան 27 միլիարդ եվրոյով։ Ֆոն դեր Լեյենը հավելել է, որ այս հակամարտության հետևանքները կարող են զգացվել ամիսներ կամ նույնիսկ տարիներ շարունակ։ Այսինքն սա նաև այն թեմաներն են, որը որ ցույց է տալիս, որ Եվրոպան հասկանում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ծանր խնդրի առաջ կանգնացրեց Եվրոպային, եւ իրանք պետք է որոշեն իրենց խնդիրները ոնց են լուծում։ Համենայն դեպս զիջելու տեղ Ամերիկան չի թողում իրանք պետք է մտածեն իրանք հարցերը լուծելու մասին։ Եվ ինչպես տեսնում եք, ոչ Հորմուզի նեղուցը կարողանում է բացի, ոչ էլ կարողանում է որևէ լուծում գտնի, ոչ էլ որևէ այլ ընտրանք առաջարկի։ Դրա համար այդ ամեն ինչը ծանր հետևանքներ ունի ամբողջ աշխարհի համար, նաև մեզ համար։ Ինչքան ուզում են նախընտրական հարցերով մարդիկ զբաղված լինեն, այդ լուրջ հարցերը, որին մշտապես մենք պետք է ուշով հետևենք։ Դե ինչ, այսօր այսքանը, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։